սխալ հաշվարկներ արեց Թրամփը ամեն Փաշինյանի համար 5-ից 7 փոխարինող էին նշանակել ռուսական մահ ընտրեց եւ բադիվով մահացավ Իրանի տնտեսությունը շատ զաներ վիճակում էր Իրանը զգուշացել է Ադրբեջանին Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Արմլուրի տաղավարում այսօր զրուցելու ենք իրանցի քաղաքական մեկնաբան Փույա Հոսեյնիի հետ։ Պարոն Հոսեյնի, ողջունում ենք ձեզ մեր տաղավարում։ Ողջունում ձեզ։ Փետրվարի 28-ին առավոտյան լսեցինք, որ Իրանի վրա վերսկսվել են պատերազմական գործողությունները Իսրայելի եւ ԱՄՆ-ի կողմից։ Կխնդրեմ դուք ներկայացնեք, թե այսօր ինչ է տեղի ունենում, ինչ են հայտնում ձեզ Իրանից։ Պատերազմը ինտենսիվ շարունակում է 2-3 կողմը միմյանց հարձակում են, միմյանց վրա հարձակում են եւ առաջին օրը ինչպես հայտնի է սպանեցին Իրանի հոգևոր առաջնորդին եւ մի քանի բարձրաստիճան ռազմական փաշինյաներին Ամիջապես փոխարին այդ ռազմական փաշինյաները փոխարինողները լարությունները շարունակեցին ռազմական դաշտում ոչ մի խոճապ չեղավ 12 օրվա պատերազմ ժամանակ էլ նույն բան կատարվեց եւ շատ արագ քանի ժամվա մեջ Իրան կարողացավ այդ առաջին շոկից դուրս գա եւ մեջքը ուղի եւ շարունակի սկսի հակահարված տա Իսրայելին հիմա էլ նույն բանը տեղի ունեցել շատ արագ Իրանը կարողացավ առանց խոճապի առանց ոչ մի խնդիրի ինքը պատասխան տա ամեն Փաշինյանների համար նախապես այդ սցենարը քննարկում էին պատրաստ էին սպասելի է եւ ամեն Փաշինյանի համար 5-ից 7 փոխարինող էին նշանակել որը ավտոմատ փոխարինում է եւ այդպես համակարգը կայուն են բահում Իրանը մի պետությունը որ անձերից կախված չի եթե անձերին է սպանեն դրանից ավել ինչ կարա լինի եթե երկրի առաջին դեմք են սպանում բայց ամեն ինչ իր բնական հումով կենում է առաջ է գնում կյանքը այնտեղ բոլոր կառավարությունը բոլոր իր գործակալությունները անում է ռազմական դաշտը շատ ինտենսիվ պատասխանում են եւ այդպես համակարգ են մեխանիզմներ են մշակել որովհետեւ նմանատիպ մասշտաբով դենս մեծ մասշտաբով պատերազմի մեջ համակարգը խնդիր չունենա համակարգը նորմալ աշխատի եւ համակարգը չի փլուզվի Իրանը նաև ջիհադ է հայտարարել, ինչ սպասել, ինչ է տեղի ունենալու, ինչ գործողություններ է պլանավորում Իրանը։ Տեսեք, հոգևոր առաջնորդի սպանությունը քիչ բան չի, ինքը միայն քաղաքական գործիչ չի եղել, ինքը 300 միլիոն շիական բնակչությունների ամբողջ աշխարհում հոգևոր առաջնորդ է եղել եւ շատ սխալ հաշվարկներ արեց Թրամփը հիմա ամբողջ այդ շիական անգամ սուննիների մեջ մեծ բոլոր երկիրներում տեսնում ենք Հնդկաստանից, Պակիստանից, Եմենից, Իրաքում, Պակիստանում ինչ մասշտաբի ժողովուրդ դուրս են գալիս աջակցությունը եւ Իրանին եւ նաեւ մի քանի երկիրներում կան որ Իրանի Միացյալ Նահանգների դեսպանատունի վրա հարձակում է կատարում, այսինքն ամբողջ տարածաշրջանում իրենց ուժերը վտանգի տակ գցեցին, որովհետև ինքը հոգևոր առաջնորդ էր եւ շատ զաներ գինք գունենա դրա համար կվեճարի ամբողջ։ Պարոն Հոսեյնի, եւ ԱՄՆ-ն եւ Իսրայելը նախորդ հայտարարել էին, որ իրենց թիրախում պահում են Իրանի նախագահին եւ հոգևոր առաջնորդին, կարիք չկար պաշտպանության արդյոք Այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունը ինչպես անդրադարձավ քաղաքացիների վրա։ Ինչպես նշեցի, ինքը հոգևոր առաջնորդ էր 300 միլիոն
շիական բնակչությունների եւ շատ հետևորդներ ունի սուննիական համայնքների մեջ ամբողջ մուսուլման աշխարհում ինքը իր մահն էր պետք է այդպեսի սիմվոլական լինի ինքը շատ հնարավոր իհարկե անվտանգությունը նախատեսում էր եւ ինքը նախատեսում էր նման աշխատավայրում է եղել դե ինքը որոշել էր որ չգնա բունկերներում չեսվամի բունկերներում եւ այլ իր մահով էլ ինքը նվաստացեց Միացյալ Նահանգների ուժերը որովհետեւ հեռավորությունով քանի 1000 կիլոմետրի հեռավորությունով ինքը իրան սպանեցին իր աշխատանքի այսինքն իր մահմանը դες գաղափարախոսություն գաշիական բաներով ինքը իր մահման էլ գաղափարախոսություն սարքեց միլիոնների իր հետևորդների համար եւ դրա արսունքը մենք հիմա տեսնում ենք ինքը դες հերոսական մահ ընտրեց եւ բադիվով մահացավ Կան տվյալներ Իրանից հայտնում են քանի քաղաքացի է զոհվել իհարկե Հայաստանում հայտնեցին որ 787 քաղաքացի զոհվել է բայց Իրանից ինչ են հայտնում ձեզ Մինչև երեկվա տվյալը 500 քանիսներ բայց 555 այսօր 700 Միացյալ Նահանգները նշում է որ 3 զոհ ունի 3 զինվորականներ սպանվել են բայց Իրանը Փաշտոնապես հայտարարում է որ 700 քանիսն են որովհետև միայն 160 հոգի մի ռազմաբազայում են եղել որ Իրանը հարվածել է եւ հավաստի տվյալներ ունի եւ իրեն փորձում են իրեն զոհերի քանակը շատ սահմանափակ են ինֆորմացիա դուրս չտան գաթիլային ինֆորմացիա տան 3 ասացին որ որոշ պաշտոնյաները ասացին 3-ից դարձել է 6 հոգի տենց գաթիլային բան են տալիս որովհետև այդ պատերազմը անօրինական պատերազմ էր այդպես որ Միացյալ Նահանգներին հայտարարում են Իրանը չէր ուզում իրեն ասում են Իրանը ուզում էր հարձակվել մենք նախահարձակենք բայց նման բան տեղի չունեցել Միացյալ Նահանգների հանրությունը այդ պատերազմին եթե երկարզեքի չհամդուրժելու եւ Թրամփի համար թանկնեստի կոնգրեսներին կոնգրեսականներին ջնջում կգործադրեն հանրությունը ջնջում կգործադի որովհետեւ Թրամփը խոստացել էր նախընտրական փուլերում որ ինքը իրակալ ինքը երբ որ նախագահ դառնա վերջ կտա ամբողջ աշխարհի պատերազմներին չի ներքաշի Միացյալ Նահանգները երկարաժամկետ պատերազմների մեջ Գուցե սա մուսուլմանական աշխարհի վրա ճնշում է Դե իհարկե ինքը ուզում է Իսրայելի ազատություն տակ է ավելի շատ ինքը խոստովանել էր որ Ամերիկա first Ամերիկա բայց հիմա first Իսրայելի շահերը պաշտպանում այսինքն իր բազի իր խոսքից դաշնում first Իսրայելն է դարձել իր քաղաքությունը եւ Իսրայելը փորձում է որ ամբողջ տարածաշրջանում մերձավոր արևելքում հեգեմոն դառնա եւ բոլոր դիմադրությունները որ իրանց դեմ կա ինքը փորձում է Միացյալ Նահանգների միջոցով ձեռքով ինքը ոչնչացնի որ ինքը դառնա երկարաժամկետ տարածաշրջանի առաջին հեգեմոնը Պարոն Հոսեյնի այս պատերազմը ինչպես է անդրադառնում Իրանի տնտեսության վրա կա վտանգ որ Իրանում տնտեսական ճգնաժամ կսկսվի Տնտեսական ճգնաժամը հիմա էլ կա բաժամիջոցների պատճառով դրա համար էլ որոշ ժողովրդի դժգոհ զանգված է մի քանի ամիս առաջ դուրս եկան փողոցում արդար իրանց խաղ փողոք է ներկայացեցին որը հենց Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գործակալների սանսի միջոցով հրահրեցին դեպի բախումներ ագրեսիաներ եւ դեսանք ինչ
ստացվեց եւ հիմա էլ տնտեսությունը վատ վիճակում է, իհարկե պատերազմը շատ տնտեսությունի վրա կազդի, բայց երբ որ մենք պատմությունը ցույց է տվել, երբ որ մենք արտաքին մեր երկրի վրա արտաքին ուժ է կիրառվում, ժողովուրդը ավելի խմբվում են եւ դիմադրում են։ Մենք 8 տարի Իրան եւ Իրաքի պատերազմ ենք ունեցել եւ այդ պատերազմում էլ Իրանի տնտեսությունը շատ զաներ վիճակում էր 8 տարի շատ երկար պատերազմի համար, բայց ժողովուրդը դիմադրել են եւ լիքը զոհեր են տվել, լիքը շատ վատ վիճակում են եղել, բայց դիմադրել են եւ կարողացել են երկիրը գայուն պահել մինչեւ հիմա հասնել։ Եվ Իրանում սկսված այս պատերազմը Իրան-Իսրայել ԱՄՆ հակամարտությունը ինչպես է անդրադառնալու տարածաշրջանի վրա, մասնավորապես Հայաստանի վրա։ Այդ պատերազմը, ինչպես Իրանը ասել էր, տարածաշրջանային պատերազմ է, մենք տեսնում ենք հիմա շատ երկիրներ 11 հարևան Իրանի ներգրավել են այդ պատերազմի մեջ, եթե այս պահին հյուսիսային հարևանները Իրանին հեռու են այդ պատերազմից, բայց եթե Ադրբեջանը փորձի թույլ տա Իսրայելին այնտեղ ակտիվություն ցույց տա, Իսրայելը կարող է պատերազմը հասնի մինչև Հարավային Կովկաս, Իրանը զգուշացել է Ադրբեջանին, շատ խիստ զգուշացել է, հիմա արդեն այդ վիճակը լինել չի-լինելու իրավիճակ է Իրանի համար գոյությունի հարցը եւ ոչ մի քաղաքական կամ բարեկամական կամ բարելավ դրացական հարաբերությունները չեն ազդի Իրանի զինված ուժերը հիմա որտեղ տեսնեն լրազորված են, որտեղ տեսնեն վտանգ, որտեղ տեսնեն սպառնալիք տեղում ոչնչացնելու են եւ արդեն քաղաքական կոմպոնենտը չի աշխատելու։ Եթե Ադրբեջանը փորձի այնտեղ ակտիվություն ցույց տա, թույլ տա Իսրայելին այնտեղ ակտիվություն ցույց տան, միանշանակ պատերազմը տեղափոխվի նաև այդ տարածաշրջանում։ Իհարկե վտանգը կա, բայց կապված է Ադրբեջանի դիրքորոշումից եւ քաղաքությունից, եթե նման բան անի, հիմա մենք տեսնում ենք մերձավոր արևելքում բազի ռազմական օբյեկտները, բազի ռազմաբազաները, նաև Իրանը հարվածում է տնտեսական շահերը, նավթամուղները եւ Հորմոզի նեղուցը փակել, այսինքն Իրանի թիրախի սուսակում կան նաև տնտեսական շահերը, եթե Ադրբեջանը սխալ քայլանի, նաև Բաքու-Ջեյհան Թեֆլիս այդ նավթամուղը կարող է Իրանի թիրախում հայտնվի, բազի ռազմական օբյեկտները, ռազմական կամ հետախուզական օբյեկտները, որ թիրախում կան, բայց խիստ զգուշացվել է Ադրբեջանին, եթե որ այդ տարածաշրջանում կարող է ինքը ինչ-որ քայլեր անի, էլի արել է, բայց այս անգամ շատ ավելի լուրջ է։ Պարոն Հոսեյնի, եւ վերջում կխնդրեմ գնահատեք, թե Իրան-Հայաստան հարաբերությունները թե հիմա ինչ մակարդակի վրա են գտնվում, եւ նաեւ ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում Իրանի նորընտիր դեսպան Շարգոլանին իր մտահոգությունն էր հայտնել, որ Հայաստանի գործող իշխանությունները կարծես թե լավ տրամադրվածություն չունեն Իրանի նկատմամբ։ Դուք ինչ կարող եք ասել, Հայաստանից Իրանը ինչ աջակցություն է ակնկալում։ Տեսեք, Հայաստանը
համ շատ լավ հարաբերություններ է ստեղծել Միացյալ Նահանգների հետ, համ շատ լավ հարաբերություն ունի Իրանի հետ, բոլոր հարաբերությունները առաջ Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցությունը սկսեց շուտով էլ Իրանի հետ նման մակարդակի համագործակցություններ կհաստատի այդ եւ Իրան եւ Միացյալ Նահանգները հիմա տեսնում ենք ինչ մակարդակի թշնամանքի մեջ են այդ երկու երկրի արանքում լինելը շատ բարդ է, շատ դժվար է, շատ համ վտանգավոր է, համ դրանց բալանսավորումը, այդ ուժային բալանսավորումը շատ դժվար եւ բարդ կլինի մի փոքր սխալ Հայաստանի կողմից, որը հայտնվել է այդ արանքում, շահերի մեծ բախում կա այս տարածաշրջանում, վտանգավոր կլինի Հայաստանի համար, պետք է շատ զուսպ եւ զգուշ բալանսավորված քաղաքություն է տանի, որովհետեւ չի վնասի օրինակ մեր դեպքում հայ-իրանական հարաբերությունները իհարկե հիմա տեսնում ենք որ Հայաստանի համար շատ բարդ եւ դժվար ժամանակ է այդ բալանսը կարողանա պահի շուտով Հայաստանը ուզում է իրականացնի թիրիփի ճանապարհը այդ մինչև այս պատերազմը Իրանը ավելի մեղմ քաղաքություն վարեց բայց այդ պատերազմից հետո բարձ չի որ Իրանը ինչ դիրքորոշում ունենա թիրիփի ժամանակ թիրիփի ճանապարհի համար կարող է չի կարողանա համդուրժի որովհետև այդ թիրիփի ճանապարհը կառուցվելու է Իրանի սահմանների մոտ ինչքան էլ Հայաստանը վստահացնի որ այդ ճանապարհը Իրանի դեմ չի օգտագործվելու բայց այդ թշնամանքի իրավիճակում շատ իհարկե եւ մտահոգիչ է եւ շատ կարող է ավելի կոշտ դիրքորոշում որտեղի Իրանը Շնորհակալ ենք Հարգելի հետևորդներ հիշեցնենք որ մեր զրուցակիցը իրանցի քաղաքական մեկնաբան Փույա Հոսեյնին էր